Աֆրիկացի հեքիաթասաց, որ ապրում է Նյու Յորքում և հմայում իր ջազով։ Բաս գիթառահար Ռիչարդ Բոնան Երևան Ջազ Ֆեսթ 2015-ի հատուկ հյուրն է։ Հայաստանի հետ առաջին ծանոթությունն է, թեև ժամանակին գործակցել է Արտոտ Բոյաջյանի հետ։ I mean, I know a few Armenian musicians, but saying I know the Armenian jazz is... Մի քանի վարպետների էի ճանաչում նախկինում, հիմա շատ բան չգիտեմ ժամանակակից հայկական ջազի մասին։ Ընտիր փառատոն է, որը նոր բացահայտումների հնարավորություն կտա, մեծ սպասումներով եմ եկել Երևան։ Բոնայի առաջին երևանյան բացահայտումն իր մասին էր սեղանին դրված Նյումեգ ամսագրի վերջին համարը ջազային է։ Բոնան էլ այնտեղ ամենասեքսուալ բասիստն է։ Ռիչարդը զարմացավ, բայց չփորձեց ժխտել։ Ինձ ամենասեքսուալ երաժիշտն են համարում։ Wow. Կամերունի Մինտա փոքրիկ գյուղում մեծացած տղան իր առաջին կիթառը անձամբ է պատրաստել, բայց չի պահել։ Չէր կարող պատկերացնել, որ իր անունը մի օր կհնչի ջազի լեգենդների կողքին։ Բոնայի առաջին երգն էլ օվկիանոսում սեր փնտրող մարդու մասին է։ Սեր Ռիչարդը ամեն օր է փնտրում։ Երաժշտությունը նրա համար գունապնակ է, որով իր հեքիաթներն է պատմում չարի և բարու մասին։ Music is reflection of our... Ես ստեղծագործում եմ այնպես, ինչպես ապրում եմ, սխալ չկա երաժշտության մեջ։ Թվերն անգամ ճշգրիտ չեն, իսկ երաժշտությունն անվրեպ է, չես կարող խաբել երաժշտությամբ։ Երբ ես ապրում էի Աֆրիկայում, չէի կարող պատկերացնել, որ երբևէ կնվագեմ Մոցարտ, Բեթհովեն կամ այլ երաժշտություն, որովհետև այն իմ շրջապատի հետ կապ չուներ։ Հիմա ես ապրում եմ Նյու Յորքում ու այլևս չեմ կարող նվագել աֆրիկյան մոտիվներով։ Ռիչարդ Բոնան բացահայտում է իր յուրահատկության բանաձևը չվախենալ տարբերություններից և շարունակել փնտրել։ Ինքն էլ խոստանում է Հայաստանից գույներ քաղել ու հարստացնել իր երաժշտական աշխարհը։ Անի Հակոբյան, Արմեն Գևորգյան, ժամը լրատվական։